Այս ընտրություններում արդեն ինչպես երևում է, բացի իշխող ուժից, եւս 4 օլիգարխիկ ուժ է մասնակցելու։ Իշխող ուժը նույնպես օլիգարխիկ քաղաքական ուժ է ըստ իս, այսինքն մենք ունենալու ենք 5 քաղաքական ուժերի կողմից այս ընտրություններում պայքար խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Դա Ռոբերտ Քոչարյանն է, դա Սերժ Սարգսյանն է, դա Գագիկ Ծառուկյանն է, դա Սամվել Կարապետյանն է։ Կարող է հաշվարկը արված է հենց այն հանգամանքի վրա, որ այս ընտրություններում այս բոլոր թվարկած օլիգարխիկ ուժերը, ներառյալ իշխող ուժը, մեծ հաշվով չունեն գաղափար։ Եվ պիտի ներկայանան ըստ էության այսպես ոչ գաղափարական արգումենտներով ընտրողների առջև։ Ստեղ արդեն գործում է այդ տրամաբանությունը, որ Սամվել Կարապետյանը ինքը որպես մեծահարուստ մարդ գործոն է դառնում ընտրողների որոշ զանգվածի համար, ովքեր որ դրա մեջ հենց տեսնում են կարողություն, ուժ եւ գրավիչ է դառնում իր համար քվեարկելը այդ տեսակ ընտրողների համար։